Ողջունում եմ բոլորին։ Այսօր միասին կնայենք հունիս ամիսը, կվերլուծենք հունիս ամիսը, կհասկանանք ինչպիսի էներգիաներ ունենք հունիսի ընթացքում, ինչպիսին է ամիսը եւ ինչ կարող ենք ակնկալել այս ամսվանից։ Հիմա ես կիսվեմ իմ պրեզենտացիայով եւ սկսենք։ Ուրեմն հունիսը, սրա մասին ես շատ եմ խոսել, որ տարվա ամենաբեկումնային ամիսն է, ինչու, որովհետև ըստ չինական օրացույցի այս տարի հունիսը դա փայտե ձիու ամիսն է եւ մենք ունենք ուժեղ կրակի արկայություն, հա։ Եթե նայենք ըստ բազի, ապա փայտե ձին, փայտը ներկայացնում է երկինքը, իսկ ձին ներկայացնում է երկրային հատվածը եւ երկինքը սնուցում է երկրին, այսինքն փայտը սնուցում է կրակին եւ ունենք ուժեղ կրակի արկայություն։ Գումարած դրան տարին հրեղեն ձիու տարին է եւ կրակի էներգիան ել ավելի ակտիվ է դառնում հենց հունիս ամսին։ Ձին կրակի ամենահզոր կենդանիներից մեկն է եւ չինական մետաֆիզիկայում սա այլ կերպ է դիտարկվում, հա, բավականին մեծ ուշադրություն ենք սրան դարձնում, իսկ փայտը, ինչպես ասեցի, ամեն ձևով փորձում է սնուցել կրակին։ Արդյունքում մենք ստանում ենք էներգիայի կտրուկ աճ, ստանում ենք արագ որոշումներ, մեծ հավակնություններ, ուժեղ հույզեր եւ արագ զարգացող իրադարձություններ։ Այս ամիսը հազվադեպ է թողնում մարդկանց մնալ անտարբեր, հա, որովհետև ոմանք կզգան հզոր մոտիվացիա, ոմանք կզգան որոշակի առաջընթաց, ոմանք հայտնվում են կոնֆլիկտների, լարվածության կամ հապճեպ որոշումների կենտրոնում։ Իսկ նրանց համար, ովքեր գիտեն ինչպես աշխատել այս հզոր էներգիայի հետ, հունիսը կարող է դառնալ լավագույն ամիսներից մեկը։ Ինչու ոչ, նման սցենար նույնպես հնարավոր է, սակայն պետք է լինել շատ ուշադիր։ Ինչպես օգտագործել այս հզոր կրակի էներգիան ձեր օգտին, այլ ոչ թե դառնալ նրա զոհը։ Այս ամենի մասին կխոսեմ այս վիդեոյի ընթացքում, դրա համար մնացեք մինչև վերջ, որ เป զի առավել լավ պատկերացնեք, թե ինչ է իրենից ներկայացնում փայտե ձիու ամիսը 2026 թվականին։ Ամիսը սկսում է հունիսի 5-ից, շարունակվելու է մինչև հուլիսի 6-ը։ Եկեք հիմա նայենք ամսվա բազիկ քարտը։ Ամսվա բազիկ քարտում կրակի էներգիան բավականին ուժեղ է, մոտավորապես 47%, իսկ անհատական էլեմենտը ամսվա դա մետաղ յանն է։ Կրակը միշտ ճնշում է մետաղին, փորձում է նրան հալեցնել, իսկ մետաղը ինչն է։ Մետաղը հիմնականում ներկայացնում են համակարգերը, տարբեր տեսակի համակարգեր, դա կարող է լինել պետական համակարգ, ֆինանսական համակարգ, բոլոր տեսակի համակարգերը։ Ու քանի որ կրակի կողմից մեծ ճնշում կա մետաղի վրա, մենք ունենալու ենք համակարգերի փլուզում, մենք ունենալու ենք համակարգերի, այսպես ասած, տրանսֆորմացիա, վերափոխում։ Ինչու, որովհետև կրակը բավականին հզոր է, այն փորձում է վերափոխել բոլոր տեսակի համակարգերը։ Ինչու պետք է տեղի ունենա համակարգերի վերափոխում եւ ընդհանրապես որ համակարգերը կվերափոխվեն, կձևափոխվեն, դրանք այն համակարգերն են, որոնք այլևս օգուտ չեն տալիս, հա, ընդհանուր հանրությանը, ընդհանուր մարդկությանը ամբողջ աշխարհում եւ դրան զարգացմանը։ Հիմնական ռիսկի տակ են գտնվում պետական համակարգերը եւ հատկապես ֆինանսական համակարգերը ու դրան հարող այլ սիստեմաներ։ Այստեղ պետքա ուշադրություն դարձնենք, որ յուրաքանչյուր անձ իր հերթին եւս պետքա նայի իր բիզնեսի, իր աշխատանքի մասով, ինչպես է իր մոտ աշխատում այդ ամեն ինչը։ Եթե իր ստեղծած համակարգը այլևս չի նպաստում զարգացմանը, ապա նա դրա մեջ պետքա կատարի եւս փոփոխություն։ Դա շատ կարեւոր է։ Վիդեոյի ընթացքում ես ցույց կտամ նաև ըստ անհատական էլեմենտի, հիմնականում որ անհատական էլեմենտ ունեցող անձինք առավել զգայուն կլինեն կամ որ կենդանակերպերը առավել զգայուն կլինեն եւ առավելագույնս պետք է ուշադրություն դարձնեն նման վերափոխումների։ Ամսվա դրական դրսևորումների մասով ինչ ունենք։ Ունենք առաջնորդության ուրեմն էներգիա եւ ունենք ֆինանսական հնարավորությունների։ Այս երկու աստղերը, դրական աստղերը, առաջինը խոսում է առաջնորդության մասին, այսինքն սա այն ամիսներից է, երբ մենք պետք է վերցնենք պատասխանատվություն ու կատարենք կարևոր որոշումներ, որոնք ռադիկալ փոփոխությունների կբերեն։ Սա կարևոր է։ Իհարկե ամսվա մեջ ունենք նաև ֆինանսական հնարավորություններ, որը անմիջականորեն կապված է մեր պատրաստակամությունից, հա, ինչքանով ենք մենք պատրաստական վերցնել հավելյալ պատասխանատվություն, որտեղ այստեղ խոսքը միայն հավելյալ պատասխանատվության մասին է, ու
մարդկանց առաջնորդելու, ուղղորդելու, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ ֆինանսական հնարավորություններ։ Եթե նայենք բացասական դրսևորումներին ամսվա, ապա այստեղ ունենք բարձր անկայուն զգայական դաշտ, քանի որ կրակը ուժեղանում է, կրակի ուժեղ լինելը միշտ բերում է բարձր անկայուն զգայական դաշտ։ Ամիսը բերում է նաև վնասվածքների, հարաբերությունների ավարտի շատ մեծ հավանականություն, այստեղ պետք է շատ ուշադիր լինենք եւ ինքնավնասում։ Ինքնավնասում, երբ որ անձը չմտածված, երբեմն մտածված, բայց երկար չվերլուծելու արդյունքում կարող է ինքն իրեն վնասել։ Դա տարբեր ձևերով կարող է լինել, կարող է այդ վնասումը արտահայտվել ֆինանսական կորուստով կամ նյութական արժեքի կորուստով կամ ինչու՞ չէ ուղղակիորեն սեփական անձը, սեփական մարմինը, այսպես ասած, վնասելու ձևով։ Հիմա, եթե մինչ այժմ չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ որ կենթանակերպի տարում եք ծնվել, լավ կլինի, որ սկանանեք այս QR կոդը, այնուհետև ձեզ մոտ կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում ենք ծննդյան տվյալները, սեղմում հաշվել։ Դրանից հետո բացվում է արդեն ձեր անհատական բազի քարտը, օրվասյան վերևի հատվածում նայում ենք անհատական էլեմենտն է այստեղ եւ տարվասյան այս երկրորդ տողում կտեսնենք ծննդյան տարվա կենդանակերպը։ Այս երկու պարամետրերը անհրաժեշտ են, ինչու, որովհետև ես սրանց հիման վրա եմ կատարում հիմնականում վերլուծությունները ամսվա, եւ եթե դուք ուզում եք, որ մաքսիմալ հասկանաք, ընկալեք, ըմբռնեք այն ինֆորմացիան, որ ես տալիս եմ ամսվա վերլուծության եւ ոչ միայն, ընթացքում իմ վերլուծությունների ընթացքում լավ կլինի, որ այս երկու պարամետրերը դուք իմանաք։ Ձեր անհատական էլեմենտը, որը այս հատվածում է նկարագրվում եւ տարվա կենդանակերպը, որը այս հատվածում է։ Եթե առաջանան դժվարություններ, ապա խորհուրդ կտամ դիտել այս վիդեոն, սա իմ YouTube-յան ալիքում կա, որտեղ ես խոսում եմ բազի քարտից եւ նկարագրում եմ, խոսում եմ անհատական էլեմենտի, ընդհանրապես բազին ինչ է ներկայացնում եւ որտեղ է տեղակայված համապատասխան ուրեմն պարամետրերը, հա։ Սա այսպես, հիմա ամսվա բացասական դրսևորումներից բացի մենք ինչ ունենք։ Մենք ունենք նաև ստեղ համակցում եւ բախում ստրուկտուրա, հա։ Հիմա տեսեք, ուրեմն ամիսը դա փայտե ձիու ամիսն է, ինչպես արդեն գիտենք։ Եթե ձեր բազի քարտում դուք ունեք հողեղեն առնետի, ուրեմն սյուն, այսպես ասած, էներգիա, ապա ձեզ մոտ առաջանում է տոտալ, այսպես ասած, բախում, հա, ինչու, որովհետև մենք ունենք բախում եւ երկնքում, այսինքն հողյանը բախվում է փայտյանի հետ եւ ունենք ձիու ներողություն եւ ունենք ձիու եւ առնետի տոտալ բախում, հա, ներքևում։ Ընդհանրապես բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց անհատական բազի քարտում ունեն առնետի էներգիա, ապա հենց այս ամիս, քանի որ արդեն բախումը կար տարվա սկզբից սկսած, փետրվարի 4-ից, ուրեմն առնետը բախվում է տարվա կենդանակերպի հետ, ամիսը եւս ձիու ամիս է եւ ստեղ ունենք կրկնակի արդեն բախում, հա, պետք է լինենք ավելի ուշադիր։ Ուշադիր ինչ իմաստով։ Կախված նրանից, թե որտեղ է գտնվում առնետի էներգիան։ Եթե տարվա կենդանակերպում է, ապա մենք ունենանք ուրեմն տարվա մասով, հա, սոցիումի հետ կապված ինչ որ փոփոխություններ, հիմնական շեշտը ուշադրությունը տեղ պետք է լինի։ Եթե ամսվա մասով, դա վերաբերվում է ձեր կարիերային, ձեր գործնականին հիմնականում։ Եթե առնետը օրվա մեջ է, ապա դա վերաբերվում է ձեր անձնականին, ձեր առողջությանը, ձեր կողակցին, ձեր անձնական դաշտին։ Եվ եթե առնետը գտնվում է ժամի մեջ, ապա դա վերաբերվում է ձեր ենթականերին, ձեր երեխաներին, ձեր ներդրումներին։ Ունենք նաև համակցում ստրուկտուրա, եթե ձեզ մոտ հող-ին, ուրեմն այծի վրա, հա, այսպես ասած, այսպիսի սյուն ունեք ձեր բազի քարտում։ Համակցումը հիմնականում դրական ստրուկտուրա է, բայց լինում են դեպքեր, երբ որ համակցումը կարող է բացասական դրսևորում ունենալ, դա արդեն կախված է, թե ինչպիսին են մնացած էլեմենտների դասավորվածությունները, այսինքն սա ավելի անհատական կարելի է նայել եւ ուսումնասիրել։ Բայց ամեն դեպքում, հա, ընդհանուր առմամբ կարող ենք հետեւյալ եզրահանգումը անել։ Եթե դուք ունեք նմանատիպ սյուն, ապա ամսվա ընթացքում կբերի բախում եւ եթե ունեք հետեւյալ սյունը, ձախ կողմում ներկայացված սյունը ձեր բազի քարտում, սա կբերի համակցում ստրուկտուրա, որը սովորաբար համարվում է դրական ստրուկտուրա։
Հիմա եկեք անցնենք կենդանակերպերին, հա, ովքեր կլինեն առավել զգայուն։ Սա վերաբերվում է տարվա կենդանակերպին, այսինքն որ կենդանու տարում եք դուք ծնվել։ Եթե ծնվել եք ուրեմն առնետի տարում, ապա տարին բերում է բախում, այսինքն ունենք բախման շատ ուժեղ էներգետիկա, հենց հունիս ամսին, ուստեղ պետք է լինել շատ ուշադիր, հա, կլինեն փոփոխություններ։ Եթե ունենք վագրի կամ շան էներգիաներ, ապա ստեղ ստեղծվում է հարմոնիա ստրուկտուրա, հարմոնիան դրական ստրուկտուրա է, ձիու հետ ստեղծում է հարմոնիա ստրուկտուրա, որը բերում է դրական իրադարձություններ։ Ունենք համակցում, որը բերում է այծի մասով, եթե այծի էներգիա ունեք, ապա կունենաք համակցում ստրուկտուրա, որը եւս կարող է լինել շատ դրական, հա, շատ դրական, իհարկե միշտ պետք է նայել մնացած բոլոր էլեմենտները, բայց ընդհանուր առմամբ դուք կարող եք սա դիտարկել որպես դրական ստրուկտուրա։ Եթե ունեք նապաստակի էներգիա, ունենք կործանում, հա, կործանումը սովորաբար դրսևորվում է շատ արագ անսպասելի փոփոխություններով, որոնք կարող են տեղի ունենալ ամսվա ընթացքում։ Եթե ունեք ցլի էներգիա, սա վնասում ստրուկտուրա է։ Վնասումը հիմնականում կապված է ներքին էմոցիոնալ դաշտի հետ եւ աշխարհընկալման թերացումների հետ, սխալ աշխարհընկալման հետ։ Այսինքն սխալ կարող եք ընկալել իրադարձությունները, մարդկանց վարքագիծը ձեր հանդեպ, դրա համար ստեղ պետքա շատ արագ որոշումներ կամ ենթադրություններ չանել, բնականաբար պետքա ավելի ուշադիր լինել, հասկանալ, թե իրականում ինչա տեղի ունեցել կամ ինչա տեղի ունենում ու եթե պետք է, ուրեմն պետքա եթե ունենք որոշակի պարզաբանումների կարիք, հա, ուրեմն պետքա անենք այդ պարզաբանումները, նոր կատարենք եզրահանգում։ Եթե ունենք ձիու էներգիա, մեր բազիկ հարթում, սա ինքնապատժման ստրուկտուրա է, այսինքն երկու ձիերը, տարվա ձի, ամսվա ձի եւ եթե ձեր բազիում էլ կա ձիու էներգիա, այստեղ լինում է 3 ձիերի համակցություն։ Այստեղ ինքնապատժման ստրուկտուրան առավել ակտիվ է հունիս ամսին։ Ինչու՞, որովհետեւ հենց այս ստրուկտուրան ինքը բերում է հետևյալ ուրեմն արդյունքը, երբ որ մարդը հակված է սխալ որոշում կայացնել եւ սխալ անդադ կրկնել նույն սխալը։ Նա գիտի, որ դա սխալ է, բայց նա գնում է այդ քայլին, հա։ Դրա համար եղեք մի փոքր ավելի ուշադիր որոշումներ կայացնելուց մի շտապեք, մի տրվեք կրակի էներգիային, հա, ես դրա մասին արդեն խոսեցի, որ կրակը բավականին ուժեղ է, եթե ձեզ մոտ կան ձիու էներգիաներ, 1 հատ, 2 հատ կամ 3 հատ դա կապ չունի, ուրեմն ամսվա ընթացքում ձեր սխալվելու հավանականությունը ավելի մեծ է, ուրեմն պետք է ստեղից կատարենք հետևություն, որոշումներ ընդունելուց ուղղակի փորձում ենք չշտապել, սա կարևոր է։ Հիշեցնեմ, եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ եւ ցանկալի է, որ կիսվեք նաեւ ձեր շրջապատում իմ ալիքով, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան դիտել իմ վիդեոները եւ դրանից ես ավելի շատ կմոտիվացվեմ ու կնկարեմ ավելի շատ հետաքրքիր ուրեմն վիդեոներ կկիսվեմ մետաֆիզիկայի գաղտնիքներով, գիտելիքներով, որոնք բնականաբար շատ օգտակար են։ Մինչ առաջ անցնելը, ուզում եմ հիշեցնեմ գալիք մարաթոնի մասին, ֆինանսները եւ կարման, ուրեմն խորագրով, այսպես ասած, 2 օր on-line մարաթոն հունիսի 5-ին եւ 6-ին։ Արագ ներկայացնեմ, ուրեմն այս 2 օրում ովքեր կմասնակցեն, կիմանան թե ինչ է ֆինանսական կարման, ինչու են փողի բլոկները առաջանում, ինչպես են ձևավորվում պակասության սցենարները փողի մասով, ինչ կապ կա թվերի եւ փողի միջև, ինչու փողը չի մնում մարդու մոտ, ինչպես փոխել ֆինանսական վիճակը։ Առաջին օրը մենք խոսենք ֆինանսական բլոկների աղբյուրների մասին, կրկնվող ֆինանսական սցենարների, պատճառների մասին, տոհմային փոխանցվող օրինաչափությունների մասին, թվերի ազդեցության մասին, ֆինանսների վրա, թաքնված կարմիկ սխալների ազդեցությունը փողի վրա։ Երկրորդ օրը մենք աշխատենք առատության մտածելակերպի վրա, այսինքն ավելի պրակտիկ աշխատանք է փողի էներգիայի բացման վրա, ֆինանսական սահմանափակումների վերացման վրա, ներքին վիճակի փոփոխության վրա, գործնական էներգետիկ տեխնիկաների վրա։ Ում համար է այս մարաթոնը։ Եթե ֆինանսական խնդիրները ձեզ մոտ կրկնվում են, եթե ուզում ես հասկանալ փողի խորքային պատճառները, եթե հետաքրքրված ես իհարկե թվագիտությամբ, ընդհանուր մետաֆիզիկայով, եթե զգում ես ներքին բլոկ, եթե ուզում ես փոխել ֆինանսական իրականությունդ։ Ինչպես է անցկացվելու։
Օնլայն ձևաչափով փակ տելեգրամյան ալիք է լինելու, որտեղ տեղադրվելու են որոշակի նյութեր, նաև հարց ու պատասխան, 2 օր կենդանի օնլայն հանդիպում, ձայնագրությունների հասանելիություն։ Եթե մեկ օր չկարողանաք դիտել, դա խնդիր չէ, կարող եք դիտել, վերադիտել ձայնագրությունը ինչքան որ կցանկանաք։ Վճարումը անելուց անմիջապես հետո ստանում եք Telegram-յան փակ խմբին միանալու հղումը, մարաթոնի ամբողջ նյութը մասնակցության հաստատում։ Սա պարզապես տեղեկատվություն չէ։ Սա հնարավորություն է հասկանալու ինչու են քո ֆինանսական սցենարները կրկնվում տարիներով, եթե հասկանում ես պատճառը, դու այլևս նույն կերպ չես կարող շարունակել։ Իհարկե, սա շատ օգտակար ինֆորմացիա է, որին ես կարծում եմ յուրաքանչյուրը պետք է տիրապետի, ու եթե ունեք նման խնդիր, ապա մասնակցեք մարաթոնին 2 օր հունիսի 5 և 6 ֆինանսները և կարման։ Իրական արժեքը 15,000 դրամ է մարաթոնի, բայց այս անգամ կա հնարավորություն մասնակցել ընդամենը 4,900 դրամով։ Այս վիդեոյի նկարագրության մեջ ես կդնեմ ուրեմն միանալու վճարման հղումը, վճարումը կատարելուց անմիջապես հետո նորից հիշեցնեմ, դուք ստանում եք Telegram խմբին միանալու ուրեմն հղումը, որտեղ արդեն կլինեն մնացած բոլոր մանրամասները։ Եթե լինեն հարցեր, գրեք մեկնաբանություններում։ Հիմա եկեք անցնենք արդեն ըստ անհատական էլեմենտի վերլուծությանը ու տեսնենք, թե ըստ անհատական էլեմենտի ինչ է սպասվում յուրաքանչյուրիս հունիս ամսվա ընթացքում։ Հիմա, եթե ձեզ մոտ Python-ն է անհատական էլեմենտը, շատ կարևոր է, որ այս ամիս մենք հասկանանք մարդկանց կարիքները, նրանց ցանկությունները և փորձենք լինել դրանց հաղորդակից, այսինքն կարողանանք արձագանքել դրանց։ Այսինքն շատ կարևոր է, որտեղ մեր շրջապատում մենք կունենանք այդ հնարավորությունը, այսինքն մարդիկ անդադ կգան դեպի մեզ, մարդիկ կբարձրաձայնեն տարբեր խնդիրներ, հարցեր, այստեղ կարևոր է հասկանալ նրանց կարիքները, ցանկությունները։ Սա շատ կարևոր է ու փորձենք դրանց այդ արձագանքներին ինչ-որ ձև պատասխանել։ Սա լավագույնս կօգնի, որ մենք ամսվա էներգիան օգտագործենք ճիշտ։ Եթե ձեզ մոտ Python-ն է, Python-ի համար ունենք կողոպուտի աստղի առկայություն և պասիվ ինքնադրսևորման։ Սա սովորաբար խոսում է մրցակցության մասին և խոսում է նրա մասին, որ պետք է ուսումնասիրել շուկան։ Եթե դուք բիզնեսով եք զբաղվում, բնականաբար հավելյալ ևս մեկ անգամ փորձեք հասկանալ շուկայում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, որպեսզի կարողանաք ձեր դիրքերը պահեք մրցակցային շուկայում։ Իսկ եթե աշխատում եք կազմակերպությունում, բնականաբար ևս պետք է հասկանաք ընդհանուր շուկայում ինչ փոփոխություններ կան և ինչ է ձեզանից պահանջվում, միգուցե նոր գիտելիք, նոր ռեսուրս, որպեսզի կարողանաք մնալ մրցակցային դիրքերում։ Եթե ձեզ մոտ կրակյան է, կրակյանի համար ունենք անուղղակի ռեսուրսների և կողոպուտի աստղի առկայություն։ Ինչ որ նոր հետաքրքիր բան եք գտել, բացատրությունը հետևյալն է, բան եք տեսել, ինչ որ հետաքրքիր բան եք գտել, բացահայտել ձեզ համար, բայց դրա արժեքը դեռ չեք կարողանում հասկանալ, ակնհայտ չէ դեռ արժեքը։ Եթե ինչ-որ հետաքրքիր միտք, հետաքրքիր իդեա ձեզ մոտ կա, որը դուք մտածում եք, որ կարելի է իրականացնել, լավ կլինի այդ ինֆորմացիայով կիսվեք ձեր շրջապատի հետ։ Դրանով դուք կխթանեք այդ ուրեմն պրոցեսի արագ զարգացմանը։ Եթե ձեզ մոտ կրակ 9 է, ունենք ուղղակի ռեսուրսների և հենց նույն էլեմենտի, այսինքն ընկերոջ էլեմենտի առկայությունը, շատ կարևոր է ամսվա ընթացքում կատարել ուսումնասիրություններ, վերլուծություններ և հավաքել մաքսիմալ շատ ինֆորմացիա։ Այս ամիսը նվիրեք միայն դրան։ Եթե ձեզ մոտ Հողյանն է, Հողյանի համար ունենք ռիսկի և ուղղակի ռեսուրսների առկայություն։ Սա խոսում է միայն մեկ բանի մասին՝ կրկնել, կրկնել, կրկնել։ Կրկնել նույն պրոցեսը, շարունակել կրկնել այն, ինչ որ դուք կատարում եք ու մնալ հաստատակամ ձեր որոշումներում։ Եթե ձեզ մոտ Հող 9 է, ունենք դիսցիպլինա և անուղղակի ուրեմն ռեսուրսների առկայություն։ Ինչի մասին է սա։ Սա խոսում է նրա մասին և նախ պետք է պահպանել կարգ ու կանոնը, դիսցիպլինան ամսվա ընթացքում, գումարած դրան պետք է վերափոխել, մոդեռնիզացնել գոյություն ունեցող համակարգերը, որպեսզի դրանք առավելագույնս սպասարկեն ձեր ցանկություններին։ Դա կարող է վերաբերվել սիստեմի ասելով հասկանում ենք ձեր գործելաոճին, ձեր դիրքորոշումներին, և այն ամենին, ինչը որ օգնում է ձեզ առաջ գնալ կյանքում, սա շատ կարևոր է։
Եթե ձեզ մոտ մետաղյանն է, մետաղյանի համար ունենք անուղղակի ֆինանսների և դիսցիպլինայի էներգիայի առկայությունն է, սա ինչի մասն է խոսում, խոսում է, որ բոլոր հնարավորությունները, հավելյալ հնարավորությունները, որոնք կարող եք դուք օգտագործել, դրանք թաքնված են ուրեմն հենց կարգուկանոնի տակ, այսպես ասած, ու կարգուկանոնի միջոցով կանոնակարգելով ձեր ուրեմն գործողությունները, դուք կհասնեք այն ֆինանսներին, հավելյալ ֆինանսներին, որոնք թաքնված են հենց դրա տակ, այսինքն պետքա միգուցե այս պահին դուք ինչ-որ բաներով զբաղվում եք, դրանք պետքա կանոնակարգել, որպեսզի ձեզ մոտ սկսի աշխատել ֆինանսի էներգիան։ Եթե ձեզ մոտ մետաղ 9 է, ունենք ուղղակի ֆինանսների և ռիսկի էներգիայի առկայություն, ձեր ջանքերը վերջապես կտան իրենց լիարժեք արդյունքը։ Այս ամիսը իհարկե կարող է լինել լավագույն ամիսներից մեկը ձեզ համար, եղեք ավելի ուշադիր։ Եթե ձեզ մոտ ջուրյանն է, ջուրյանի համար ունենք պասիվ ինքնադրսևորման և ուղղակի ֆինանսների առկայություն։ Ուրեմն, իդեաները, ինչի մասին է ընդհանրապես ամիսը ձեզ համար, իդեաները կլինեն, կստեղծեն արժեք, այսինքն այն գաղափարները, որ դուք ունեք, կարող են ստեղծել արժեք միայն այն ժամանակ, երբ շուկան ընդունի դրանց կարևորությունը, այսինքն ստեղ շատ կարևոր է, որ դուք ամսվա ընթացքում ուրեմն նոր ինչ-որ պրոդուկտի առաջ մղման պրոցեսով զբաղվեք և փորձեք մաքսիմալ ներկայացնել ձեզ, ձեր ապրանքը, ձեր ծառայությունը, այս դեպքում դուք կգտնվեք շահեկան դիրքերում։ Եթե ձեզ մոտ ջուր 9 է, ջուր 9-ի համար ունենք ակտիվ, ուրեմն ինքնադրսևորման և անուղղակի ֆինանսների առկայություն, սա հիանալի ստրուկտուրա է, ասեմ, ուրեմն, բայց պահանջում է ձեզանից լինել շատ տեսանելի, ուրեմն լինել ուշադրության կենտրոնում, գրավել ուշադրություն դեպի ձեզ ու հիշեք, որ նույնիսկ լավագույն պրոդուկտը, լավագույն ծառայությունը առանց մարքեթինգի կարող է չունենալ այն վաճառքները, այն ուշադրությունը, որ դուք ցանկանում եք։ Դրա համար ստեղ պետք է նաև ուշադրություն դարձնել մարքեթինգի վրա և փորձել մաքսիմալ ուշադրությունը ուղղել դեպի ձեզ։ Սա կօգնի, որպեսզի դուք ամսվա էներգիան օգտագործեք ճիշտ և դուրս գաք հաջողած ամսվա վերջում։ Հիմա եկեք անցնենք թվագիտական վերլուծությանը, ինձ թվում է շատերի կողմից շատ սիրված մասն է սա ևս։ Մինչև առաջ անցնելը, եթե մինչև հիմա ձեր մատրիցային ծանոթ չեք, ուրեմն սկանարեք այս QR կոդը, դրանից հետո լրացնում եք ձեր ծննդյան տվյալները և կստանաք ձեր արդեն թվագիտական մատրիցան։ Հիմա հունիս ամսվա ընթացքում ես առանձնացրել եմ 3 թիվ թվագիտական վերլուծությունը կատարելու համար, թվերը հետևյալներն են 6, 7 և 16, այս անգամ 3 թվով կանենք վերլուծություն ու կփորձենք հասկանալ ինչ են հուշում թվերը։ Ընդհանուր, քանի որ մենք ունենք կրակի ուժեղ էներգիայի առկայություն, արդեն ասացի լարվածություն, կոնֆլիկտային իրավիճակներ և այլն, հիմնականում թվերը դրսևորվում են բացասական, իհարկե կա նաև դրական կողմը, բայց քանի որ կրակի էներգիան բավականին ակտիվ է, մոտավորապես կարող ենք ենթադրել բացասական իրադարձություններ, ինչ ձևով դա կարող է դրսևորվել։ Բացասական, եթե նայենք 6-ին, 6-ը հիմնականում թվագիտությունում առնչվում է հարաբերություններին, իսկ բացասական դրսևորումը 6-ի դա հարաբերությունների ավարտն է, որը բացասական դրսևորումն է։ Այսինքն ինչ կարող է տեղի ունենալ, տարբեր տեսակի հարաբերություններում կարող են առաջանալ կոնֆլիկտներ և կարող են տեղի ունենալ բաժանումներ, ու սրանից խուսափելու համար պետք է փորձել չգնալ կոնֆլիկտի և փորձել գնալ կոմպրոմիսի ավելի շատ։ 7-ի բացասական դրսևորումը դա վնասվածքներն են, դա ուրեմն տարբեր տեսակի ճանապարհային և ոչ միայն, այսպես ասած, վթարներն են, որոնք կարող են տեղի ունենալ, շարժման ուրեմն սահմանափակումներն են, երբ որ անձը չի կարողանում շարժվել, այսինքն կա սահմանափակում, դա կարող է լինել անձի ազատության սահմանափակում, դա կարող է լինել ուղղակի ճանապարհների սահմանափակում, երբ որ պարզապես տրանսպորտային միջոցով անձը A կետից չի կարող տեղափոխվել B
կետ, հա, սրան պետք է ուշադրություն դարձնել եւ հետեւաբար, եթե ճանապարհորդություն եք պլանավորում հենց հունիս ամսվա ընթացքում, ապա եղեք մի փոքր ուշադիր։ Նախորոք համոզված եղեք, որ ձեր թռիչքները հաստատ կլինեն եւ մի խոսքով ուշադիր եղեք, հա, այս մասով։ Եթե նայենք 16-ը բացասական դրսևորումը հետեւյալն է։ Առաջինը բացահայտումներ, հա, շատ բացահայտումներ ենք մենք ունենալու հունիս ամսվա ընթացքում։ Այն ամենը, ինչը վաղուց երկար ժամանակ, ամիսներ, տարիներ, տասնամյակներ թաքցրել են, թաքցված է եղել ինչ-որ ձևով, ապա այս ամիս հավանականությունը մեծ է, որ այդ ամեն ինչը կբացահայտվի։ Այսինքն բոլոր ուրեմն գաղտնի պահված ինֆորմացիան բացահայտվելու է հունիս ամսվա ընթացքում։ 16-ը դա կատակլիզմաների, դա ջրհեղեղների, երկրաշարժների, մեծ հրդեհների, ուրեմն մեծ հավանականություն է բերում գլոբալ առումով, հա, եթե նայենք բնության մեջ, եւ 16-ը դա կործանման էներգիա է, բացասական իմաստով, ու այստեղ մենք պետքա մի փոքր ավելի ուշադիր լինենք, այսինքն մենք փորձենք չճանապարհորդել այնպիսի տեղեր, որտեղ կան ակտիվ հրաբուխներ, որտեղ երկրաշարժերը սովորաբար շատ են լինում, հա, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են հունիսին ճանապարհորդել, օրինակ Ճապոնիա, որը հայտնի է իր հաճախակի երկրաշարժներով, ես խստիվ խորհուրդ եմ տալիս չգնալ Ճապոնիա, ընդհանրապես դեպի արևելք, հա, արևելյան հատվածներ, ուրեմն հունիս ամսվա ընթացքում, սա իմ խորհուրդն է։ Եթե այս 3 թվերը գումարենք իրար ու փորձենք հասկանալ, թե ընդհանրապես ինչ իրադարձություններ ունենք, մենք 6-ով ունենք բաժանություններ, 7-ով սահմանափակումներ, վնասվածքներ, տեղաշարժման սահմանափակումներ, ուրեմն ինչ-որ խոչընդոտներ, այսպես ասած, եւ 16-ով ունենք ամենաբացասական դրսևորումները, որ կարող են տեղի ունենալ համաշխարհային մասշտաբով, հա։ Իհարկե, այս ամեն ինչը թող չվախացնի ձեզ, ուղղակի եղեք տեղեկացված եւ դրան համապատասխան կատարեք ամսվա ձեր պլանավորումը։ Հիմա, եթե ուզում եք ավելի մանրամասն հասկանալ, թե ընդհանրապես ամիսը ինչպես կարող է անդրադառնալ ձեզ անհատապես ըստ թվագիտության, ապա ձեր մատրիցան կառուցելուց հետո տեսեք, թե արդյոք այս թվերից կան ձեզ մոտ 6, 7 եւ 16 թվերը կան ձեր մատրիցայում եւ որ մասում են գտնվում, հա, գտնվում են ինքնության եռանկյունում, ֆինանսական, հոգեվոր, առողջության, թե հարաբերությունների եռանկյունիներում։ Սրանով դուք կարող եք հասկանալ, թե մոտավորապես ձեր կյանքի որ ոլորտի վրա կարող են տեղի ունենալ փոփոխություններ, հա, հունիս ամսվա ընթացքում։ Իհարկե, եթե կուզենաք ավելի մանրամասն, ապա կարող եք դիմել արդեն անհատական խորհրդատվության, որտեղ մանրամասն կծանոթանաք ձեր մատրիցային եւ ոչ միայն, հա, շատ խորի ինֆորմացիա կստանաք։ Մանրամասների համար կարող եք գրել ինձ։ Հիմա եկեք անցնենք արդեն թվագիտական վերլուծությանը ըստ ամսվա էներգիայի ծրագրի, հա, ինչա պետք դրա համար։ Վերցնում ենք ծննդյան օրը, վերցնում ենք ծննդյան ամիսը եւ գումարում ենք ամսվա թիվը, որը 7-ն է։ Եվ դարձնում ենք միանիշ։ Հա, սա կարևոր է։ Օրինակ, եթե անձը ծնվել է հունիսի 24-ին, ապա 24-ին գումարում ենք 6, այնուհետև գումարում ենք 7, ստանում ենք 37, 37 երկնիշ թիվ է, 3 գումարած 7 ստանում ենք 10, 10-ը նույնպես երկնիշ է, 1 գումարած 0 ստանում ենք 1։ Տվյալ անձի համար, ուրեմն ամսվա ծրագրի թիվը դա 1-ն է։ Ինչի մասին է 1-ը, հա, ներողություն, ինչի մասին է 1-ը։ Եթե ձեզ մոտ ստացվել է 1 թիվը, դա նորի սկիզբն է, այսինքն նոր ինչ-որ նախաձեռնություն, նոր ուրեմն ծրագիր, ամեն ինչը սկսում ենք 0-ից, հա։ Նոր նախաձեռնություն սկսելու համար բավականին լավ ամիս է, բաց մի թողեք այս հնարավորությունը։ Եթե ձեզ մոտ 2 թիվն է, ապա 2-ը միշտ խոսում է նոր ծանոթությունների մասին, համագործակցության մասին, 2-ի դեպքում հայտնվում են սովորաբար, հա, 2-ի դեպքում լինում է 2 առաջարկ
որոնցից մեկը դա ուրեմն ձեր սրտով է, իսկ մյուսը նյութական առումով ավելի շահավետ, հա։ Այս դեպքում պետք է հիշել, որ ընտրությունը կատարում ենք սրտով, այլ ոչ թե նյութականի վրա հիմնվելով։ Եթե ձեզ մոտ 3 թիվն է, 3-ը առաջինը դա ֆինանսի հետ է կապված, երրորդը դա նոր նախաձեռնություն, նոր իդեաներ, կրեատիվություն, երրորդը նաև երեխաների մասով է, հա, երեխայի ծնունդի մասով է, մի խոսքով։ Եթե ձեզ մոտ 4-ն է, 4-ը հիմնականում շատ աշխատելու, հա, ակտիվ աշխատելու, քրտնաջան աշխատելու մասին է, 4-ի դեպքում պետք է հիշել նաև առողջությունը, առողջության մասին։ Եթե ձեզ մոտ 5-ն է, 5-ի դեպքում ունենք ակտիվություն, 5-ի դեպքում ցանկություն է առաջանում շարժվելու, ճանապարհորդելու, տեղաշարժվելու մասին, տեղաշարժվելու հետ կապված եւ 5-ի մասով շատ կարեւոր է նաև շատ կարդալ, ուսումնասիրել, սկսել նոր ուսում, մի խոսքով, եւ իհարկե կիսվել ձեր փորձով ու գիտելիքով։ Եթե ձեզ մոտ 6-ն է, ապա 6-ի հետ կապված մենք ունենք հետեւյալը, հիշում ենք, հա, ամսվա մեջ ունենք 6-ի էներգիա, եւ եթե ձեզ մոտ էլ անհատական 6-ն է, ապա ուշադիր եղեք ձեր հարաբերություններին, հատկապես հունիսին։ Եթե ձեզ մոտ 7-ն է, ապա 7-ի մասով եղեք ուշադիր, քանի որ 7-ը մենք ունենք նաև ամսվա մեջ, ուրեմն ուշադիր եղեք եւ տեղաշարժվելուց։ Եթե ավտոմեքենա եք վարում կամ հեծանիվ կամ մի խոսքով, հա, սրան ուշադիր եղեք եւ հետևեք ձեր հոդերին, հա, հոդերի առողջությանը։ Եթե ձեզ մոտ 8 թիվն է, 8-ը միշտ ֆինանսի հետ է կապված, 8-ի դեպքում ակտիվանում են ֆինանսները, 8-ի դեպքում ակտիվանում են նաև կարմիկ հանգույցները, կարմիկ դասեր, իհարկե, եթե 8 ունեք նաև ձեր կարմիկ հանգույցներում մատրիցայի, ապա այս ամիս եղեք մի փոքր ավելի ուշադիր, հետևեք օրենքին, պահպանեք կարգ ու կանոն եւ մի փոքր ավելի արդար գտնվեք ձեր շրջապատի հանդեպ։ Եթե ձեզ մոտ 9-ն է, 9-ը մեր ամենավերջի թիվն է, 9-ի դեպքում մենք ունենում ենք եւ դրական եւ բացասական իրադարձություններ, եթե ուրեմն ամեն ինչ ճիշտ ենք արել, կունենանք դրական իրադարձություն, վերջապես այդ պտուղները կքաղեն գինի շրջանում, իսկ եթե 9-ի դեպքում լինում են բաժանություններ, կորուստներ եւ ընդհանուր սթրեսային իրավիճակ, ապա մի փոքր թեթև նայեք այդ ամեն ինչին, որովհետեւ դա ընդհանուր մաքրման շրջան է, նաեւ համարվում թվագիտության մեջ։ Հիմա, ովքեր ծնվել են, որն է կարմիկ տոհմային պարտքը, ծրագիրը, եթե ծնվել եք հունիս ամսին։ Հունիսը հիմնականում հարաբերությունների հետ է կապված, այսինքն հունիսին ծնվածների մասով, հունիսին ծնվածները հիմնականում ունենում են խնդիրներ հարաբերություններում, հիմնական շեշտը այստեղ է, հա, եւ կարմիկ ծրագիրը դա պահպանել հարաբերություններ, ստեղծել հարաբերություններ, պահել հարաբերություններ եւ փորձել դուրս չգալ հարաբերություններից, ուրեմն չգնալ կոնֆլիկտի, հա, կոնֆլիկտով դուրս չգալ հարաբերություններից։ Սրան պետք է ուշադրություն դարձնել։ Հիմնականում խոսքը վերաբերվում է հարաբերություններ ստեղծելուն, պահելուն, դրական նոտայի վրա։ Հիմա, եկեք անցնենք արդեն ֆենշույին, հա, թռչող աստղերին, հասկանանք այս ամիս մեր բնակարանի, տան բնակարանի կամ աշխատավայրի, որ հատվածներն են առավել դրական եւ որ հատվածներից պետք է խուսափենք, այսինքն որ հատվածներում ավելի հաճախ գտնվենք եւ որ հատվածներում փորձենք չգտնվել կամ մաքսիմալ քիչ։ Ուրեմն այս ամիս 5-րդ ամենաբացասական աստղը գտնվելու է ուրեմն հյուսիս-արևմուտքում։ Ինչպես գիտենք, հյուսիս-արևմուտքում մենք ունենք տարվա երկրորդ աստղը, որը հիվանդությունների աստղն է, եւ եթե ձեր ննջարանը գտնվում է տան հյուսիս-արևմուտքում, ապա այս ամիս կատեգորիկ խորհուրդ չի տրվում, հա, ուրեմն օգտագործել այդ հատվածը։ Ինչու, որտեղ մենք ունենք 5-րդ աստղի առկայությունը։ Եթե ձեզ մոտ կան քրոնիկ հիվանդություններ կամ ընդհանրապես բուժման process-ի մեջ եք ու ձեր ննջարանը հյուսիս-արևմուտքում է, ես խորհուրդ կտամ, որ ցանկացած ձևով 1 ամիս չօգտագործել հյուսիս-արևմուտքը, որտեղ 5-ը 2-ի հետ դա տալիս է շատ բացասական արդյունք։ Կամ եթե չունենք այլ հնարավորություն, ապա գոնե մինիմալ բանը ինչ կարող ենք անել, տեղադրել մետաղական ծանր առարկա, եթե չեք տեղադրել, ապա անպայման տեղադրեք եւ թողեք այդտեղ մինչեւ փետրվարի 4-ը 27 թվականի եւ մահճակալը պատից հեռացնենք 10-ից 15 սանտիմետր։ Սա մինիմալ բանն է, որ կարող ենք անել բացասական ազդեցությունից խուսափելու համար։
Մյուս բացասական հատվածը մեզ մոտ, դե ինչպես հիշում ենք, դա հարավն էր, բայց այս ամիս մենք ունենք 8-րդ աստղի առկայությունը, ամսական 8-րդ աստղը հայտնվել է հարավում, հա։ 8-ը 5-ի հետ տալիս է ֆինանսական ուժեղ հնարավորություն, հա, ուստի այս հատվածը այս ամիս քիչ թե շատ համարվում է դրական հատված։ Եթե ցանկանում եք, կարող եք օգտագործել։ Մյուս դրական հատվածներն են հարավ-արևելքը, հարավ-արևմուտքը և արևելքը։ Սրանք համարվում են դրական հատվածներ, փորձեք մաքսիմալ շատ գտնվել այս հատվածներում, աշխատեք, կատարեք կարևոր զանգեր, մի խոսքով, սա կարևոր է։ Իսկ եթե ձեր բնակարանի մուտքի դուռը գտնվում է հարավ-արևելքում, հարավ-արևմուտքում կամ արևելքում, ապա այս ամիս ձեզ մոտ դրական իրադարձությունների հավանականությունը կլինի ավելի շատ։ Իսկ եթե ձեր մուտքի դուռը գտնվում է հյուսիս-արևմուտքում, ապա խորհուրդ կտամ անպայման տեղադրել մետաղական ծանր առարկա, որովհետև 5-րդ աստղը 2-ի հետ նորից կրկնեմ տալիս է շատ բացասական արդյունք և դա կարող է անդրադառնալ բոլոր բնակիչների վրա։ Սա կարևոր է։ Եվ հունիսի օրացույցը կարող եք սա պահել ձեզ մոտ, օրացույցում արդեն նշված են բոլոր դրական, բացասական, որերին կարելի է ճանապարհորդել, որերին ամուսնանալ, մի խոսքով, հա, մնացած բոլոր մանրամասները կարող եք գտնել ստեղ։ Իհարկե, միշտ կարևոր իրադարձությունների համար ինչ շատ են գրում, հարցնում, այսօր քննության եմ, վաղը ճանապարհորդության եմ, մյուս օրը պայմանագիր պետք է ստորագրեմ, ինչ անեմ։ Եթե դուք ուզում եք, որ էներգիաները ճիշտ աշխատեն ձեզ համար, ապա լավ կլինի ունենաք ձեր անհատական օրացույցը, որտեղ հենց ձեր ծննդյան տվյալների հիման վրա, ձեր էներգետիկայի հիման վրա կհաշվարկվի ձեր անհատական օրացույցը ամբողջ տարվա համար։ Սա ցանկալի է ունենալ, հա, եթե ձեզ համար կարևոր է սա։ Իսկ եթե ոչ, ապա կարող եք օգտագործել ուղղակի ընդհանուր օրերը դրական տարբեր նախաձեռնությունների համար։ Ամեն դեպքում ես միշտ կողմ եմ անհատականին, եթե կուզենաք պատվիրել, գրեք ինձ անձնական նամակով։ Ամենասիրած մասերից մեկը ակտիվացիաներից դա ֆինանսական ակտիվացիա մազերի կտրման միջոցով 3-ից 5 սանտիմետր լրիվ բավական է, օրերն են ուրեմն հունիսի 5, 20 և 28։ Ունենք ակտիվացիաներ բույն ընկնող թռչուն ամսի 6-ին, ուրեմն 14:00-ից 16:00 նստում ենք բնակարանի տան կամ որտեղ որ կգտնեք հարավային հատվածում այս 2 ժամը և կատարում կարևոր գործեր, նամակագրություն, կարևոր փաստաթղթեր ենք ուղարկում, ռեզյումե ենք ուղարկում, զանգում ենք, խոսում ենք, բանակցություններ ենք վարում և այլն։ Եվ ունենք ամսի 17-ին, երեկոյան 6-ից 8-ը։ Այս անգամ հարավ-արևելյան հատվածում ենք նստում և կատարում կարևոր գործեր։ Հաջողությունը գալիս է շատ արագ այս պարագայում։ Հիմա հիշեցնեմ, որ եթե դուք ուզում եք ակտիվացիաներից օգտվեք մետաֆիզիկական, որոնք կարող են լուծել տարբեր հարցեր, ոչ միայն ֆինանսական, անձնական, ընդհանրապես ձեր ընդհանուր հաջողության լավացման համար, այստեղ ցանկը կա, ապա կարող եք միանալ մետահաջողություն նախագծին, որտեղ ամենօրյա ռեժիմով դուք կստանաք մետաֆիզիկական ակտիվացիաները, հա, սա կարևոր է։ Եթե կուզենաք, գրեք մեկնաբանություններում մետա բառը, ես կուղարկեմ մանրամասները։ Ունենք մեկ այլ ակտիվացիա, ֆինանսական մանիֆեստացիա, սա շատ հետաքրքիր, շատ արդյունավետ ևս ակտիվացիաներ են, խորհուրդ կտամ կատարել նշված օրը, նստում ենք մեջքով, հիշում ենք, մեջքով նշված ուղղությանը, օրինակ ամսի 6-ին հունիսի 16:00-ից 18:00 հատվածում, այս պարագայում պարտադիր չէ 2 ժամ նստել, ուղղակի այս ժամային հատվածում կարևոր չէ որտեղ են գտնվում, պարզապես մեջքով թեքվում ենք դեպի նշված ուղղությանը։ Ամսի 6-ին ուղղությունը դա արևելքն է, նշված հատվածում մեջքով թեքվում ենք դեպի արևելք, դեմքով արևմուտք և կարող ենք գրել, հա, կարող ենք գրել ֆինանսի հետ կապված մեր ցանկությունը կամ կարող ենք ուղղակի կատարել մանիֆեստացիա, հա, կրկնել ինչ-որ աֆիրմացիաներ ֆինանսների հետ կապված։ Նույնը կարող ենք անել ամսի 19-ին արդեն, հունիսի, առավոտյան 12-ից 14:00 հատվածում, այս անգամ մեջքով նստում ենք դեպի հյուսիս-արևմուտք, մեջքով հյուսիս-արևմուտք, դեմքով դեպի հարավ-արևելք և կատարում ենք նույն գործողությունը։
Ընդհանրապես ակտիվացիաները ինչպես են աշխատում, հա, միգուցե մեկ անգամ անելուց հետո դուք արդյունք չունենաք, բայց ակտիվացիաները շատ հետաքրքիր բնույթ ունեն, ինչքան շատ եք անում, այնքան դրանք ավելի արագ են սկսում աշխատել, որտեղ ունեն կൂട്ടակային բնույթ։ Սա կարևոր է։ Եվ եթե կլինեն հարցեր, գրեք, ես մեծ սիրով կպատասխանեմ, հույսով հետաքրքիր էր ձեզ վիդեոն, այսքանը այս անգամվա համար մաղթում եմ ձեզ հիանալի ամիս, անկախ ամեն ինչից, հույսով եմ, որ ամսվա վերջում դուք գրանցած կլինեք միայն դրական իրադարձություններ եւ մաքսիմալ կփորձեք խուսափել բացասական երևույթներից։ Լավ եղեք, մինչ հաջորդ անգամ։